Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեծահաբի եթերում Մեծա Արենանը, ես Արթուր Հայրապետյանը, այսօր զրուցելու եմ նախկին պատգամավոր, հասարակական քաղաքական գործիչ Գևորգ Պետրոսյանի հետ, բարի երեկո։ Շնորհակալ եմ պարոն Պետրոսյան ինձ հյուրընկալելու համար։ Պարոն Պետրոսյան, օրեր առաջ, քանի որ այս քարոզարշավը սկսել է եւ ժամանակից շուտ է սկսել, հա, դրան կանդրադառնանք իհարկե, բայց օրեր առաջ մենք լսեցինք, որ Նիկոլը իր հերթական այսպես ճամարտակումը արեց, հա, վիրավորելով մի ամբողջ ժողովրդի, որովհետեւ համարելով շունուշանգյալ, այո։ Հիմա ուզում եմ հասկանամ, մենք չենք ընտրելու Նիկոլ Փաշինյան եւ ուզում եմ հասկանալ մենք ոնց է ստացվում, որ Շունուշանգյալ ենք այս պարագայում։ Ուրեմն Շունուշանգյալը Նիկոլն է իր քրչախմբով։ Գիտեք, ինքը այս մի քանի օր առաջ էթիկայի վարքագծի կանոնագիրք էր իբր թե դրել շրջանառության մեջ։ Էս է էթիկան։ Ինչ է նշանակում։ Ժողովրդին անվանեց Շունուշանգյալ։ Շունուշանգյալը դու ես Նիկոլ։ Դու քո քրչախումբը, որը բացարձակապես չի տիրապետում իր զբաղեցրած կարգավիճակին, ոչ մեկը չեն իմանում իրանք ինչով են զբաղված։ Ու իմանալով է, որ 80%-ը ժողովրդի, եթե ոչ ավելին, չի ընտրելու իրան։ Ես հարգելի Արթուր միշտ ասել եմ, եթե մեկ ուզում է իր կոշիկի համար կաշի պատվիրի, որ ասենք 50 տարի չմաշվի, պետք է դիմի Նիկոլին, որ իր դեմքի կաշվից մի քիչ տա կոշիկ կարեն։ Հա, կոշիկի տակացու լինի, դեմնալի, չգիտեմ, որտեղ լինի, հասկանում եք, հələ սրա բանը, այս անգարագետի, ասմա, ես պտի բոմբ սարքեմ Սամվել Կարապետյանը։ Եռագլուխ պատերազմի կուսակցություններին։ Այ տղա, դու ոնց կարաս Սամվել Կարապետյանին բոմբ սարքես, դու մի հատ քո հաշվարկը արել ես, որ տենց արտահայտություն ես անում։ Բայց պարոն Պետրոսյան, փորձեց ուժեղ Հայաստանի հենց կանանց թիրախավորել եւ տեսանք ձերբակալություններ, անհիմն մի մարդ, որը հանձնարարի ձերբակալել 40 օրեկան կրծքեր երեխայի մորը ու հետո անպատիժ մնա, ինչ երեխա, նա գնում է երեխաներին համբուրում է իբր թե երեխայասերա, բայց որ իր ընտանեկան կարգավիճակը ուսումնասիրեք, կտեսնեք, որ ինքը առանձնապես երեխայասեր չի։ Հա, գնում է ստից երեխեքին պաչում, փաթաթվում, բայց 40 օրեկան կրծքեր երեխայի մորը տանում ձերբակալում է ապօրինի։ Քրեական օրենսգրքի 478-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ապօրինի ձերբակալման կամ կալանավորման համար։ Հիմա ուր են այդ մարդիկ, ուր են դրանց հարցաքննություն կա, քրեական վարույթ կա, չկա, որոնք ձերբակալվել են ապօրինի, հաջորդ օրը դուրս են գրվել։ Այսինքն ազատվել են։ Օրենքը մեր երկրում դարել է կամայական մեկ մարդու հրամայականը կարծես պարոն Պետրոսյան։ Գիտեք, այդ միստր ուժը, ավելի ճիշտ միստր փորձանքը, Նիկոլի մասին է խոսքը։ Ինքը երբ որ ընտրվեց վարչապետ, հանրապետության հրապարակից ես ներկա եմ եղել այդ հանդիպմանը։ Ասեց խի Հայաստանում այդպես դատավոր կա, որ իմ ասածը չանի։ Այսօր ինքը կենսագործում է իր ասածը։ Այսօր ամբողջ քննչական կոմիտեն, դատախազությունը, դատական համակարգը բացառությամբ մի քանի արժանապատիվ դատավորների, ես իրենց ցավը տանում, գտնվում են իր իշխանության տակ։ Ոնց ասի։ Հիմա կանան հենց հիմա կան ինձ ստեից տանեն։ Թող տանեն, հələ տենամ ինչ են շահելու։ Լավ, այս օրենքը, արդարադատությունը, դատաիրավական համակարգը, պարոն Պետրոսյան, այդ մարդիկ, որոնք այսօր կերտում են, հա, այսպես ասած, այդ դատաիրավական համակարգը, իրենք չեն մտածում, որ այսօր Նիկոլը կա, վաղը չկա։ Իրենք ինչ են արժե զրկում համակարգը, մի ողջ համակարգ։ Գիտեք ինչ, հարգելիս, ցանկացած հանցագործի մոտ այդպիսի ինքնահավաստիացում կա, որ իր մեղքը չի բացահայտվելու, ինքը չի դատվելու։ Բայց ես օրենքներով հիմնավորում եմ։
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 420 հոդվածը նախատեսում է սահմանադրական կարգի տապալման հանցակազմը։ Ունդեղ գրած է Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասին դե էլի հոդվածներ է թվարկում։ 6-րդ հոդվածի առաջին մասը ասում է, որ յուրաքանչյուր պետական մարմին, տեղական ինքնակառավարման մարմին, դրանց պաշտոնատար անձինք իրավասու են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով։ Հիմա միստր Փորձանք Նիկոլը կարա վկայակոչի Հայաստանում գործող մի օրենք, որտեղ գրված է, որ ինքը կարա դատարանների դռները արգելափակի։ Կարա վկայակոչի մի օրենք, որտեղ գրած է, որ գործադիր իշխանության ղեկավարը իրավունք ունի հանձնարարականներ տալ դատարաններին եւ այդպես դատավոր չկա, որ իր ասածը չանի։ Կա տենց օրենք Հայաստանում, որ գործադիր իշխանության ղեկավար կոչեցյալը, այդ միստր Փորձանքը, ազգային ժողովի թիվ 1 ամբիոնից սպառնում է անդիմադիր падգամավորներին, ասում է ես ձեզ կգցեմ բաները, ԱԱՑ պատվարները, ազգային անվտանգության, որ օրենքով է սա։ Չկա տես բան։ Հասկանում եք, հիմա ես էլի եմ առիթներ ունեցել ասելու, շախմատի մեջ կա ցուկ ցվանք հասկացությունը։ Երբ որ մի հատ լուրջ սխալ ես թույլ տալի, դրանից հետո դու արդեն անցնում ես հաջորդ բոլոր սխալներին։ Հիմա Նիկոլ Փաշինը հասկանալով, որ ինքը իր պաշտոնավարման ընթացքում էս քանի տարի արդեն վարչապետը 8 տարի 8 տարի համարյա, որ ինքը թույլ է տվել քրեական օրենսգրքի ծանրագույն հանցագործությունները հաթաթ ասում եմ, պետական դավաճանություն, թշնամու կողմն անցնել է քրեական օրենսգրքի 418 հոդված 15-ից 20 տարի ազատազրկում կամ ցմահ բանտարկություն, ցմահ ազատազրկում, 419 հոդվածը իշխանազանցություն, 420 հոդվածը սահմանադրական կարգի տապալում, 421 հոդվածը տարածքային ամբողջականությունը զիջելուն ուղղված գործողություններ կատարելը եւ վերջապես ամենամեծ խայտառակությունը ցեղասպանությունը հերքելը քրեական օրենսգրքի 136-րդ հոդված։ Ինքը հասկանալով, որ վարչապետ չլնելու դեպքում հաջորդ մի ժամ հետո հայտնվելու է այդ իր նշած ազգային անվտանգության պատվարները։ Դրա համար ուզում է սահմանադրություն։ Դրա համար էլ ինքը ուզում է փոխի սահմանադրություն, ամեն ինչ անի մենակ մնա իր պաշտոնին։ Որ արդարացվի նաև, ինքը հասկանում է։ Գիտեք ինչ, հետո բան, ես ավանդապաշտ մարդ եմ եւ գնահատում եմ մարդու վերաբերմունքը ընտանիքի նկատմամբ։ Դուք հասկանում եք սրա անլուրջ վերաբերմունքը Նիկոլի ընտանիքի հանդեպ։ Ուրեմն մի շաբաթով փսակվեցին, բաժանվեցին, հիմա էլ իբր միավորվել են։ Սա ինչ անլուրջ վերաբերմունք է։ Իրենց ընտրազանգվածի համար է դա անում պարոն Պետրոսյան։ Գիտեք ինչ, ես էլի եմ ասում։ Քանի կար Աննա Հակոբյանը ոչ ավտո ուներ, վարձով էր ապրում, չէ, այդպես էր հայտարարել։ Հա, այն երրորդ մասի նախորդորը, հա, նախորդորը տեսանք, որ էլի Նիկոլին կից Գիտեք քայլելով։ ինչ, սրա ինչ ուզում է անի, ոչ մի բանը սրա հավատ չի ներշնչում։ Ինքը անելիք չունի պետության ղեկին։ Ճիշտ է, սահմանադրության համաձայն պետության ղեկավարը ի պաշտոն է հանդիսանում բանը, նախագահը, չնայած այսօր մենք նախագահ չունենք ըստ էության, բան փաստացի։ Իրավաբանորեն ունենք, փաստացի չունենք։ Նա ինչ նախագահ։ Նիկոլի ձեռքի տակի ինչ ասեմ, պոլիշոր ասեմ, չգիտեմ, ավել ասեմ, ինչ ասեմ, էդ է ինքը։ Մենք չունենք նախագահ։ Այսօր ինքը որևէ լուրջ բանի, որևէ գործընթացի չի մասնակցում, ասենք արտաքին հարաբերություններում, ներքին անվտանգությունը ապահովելու հարցում։ Բախի չի ինքը որպես նախագահ ասում այ տղա Նիկոլ, դու ինչ իրավունք ունես ելնես կանգնես ազգային ժողովի թիվ 1 ամբիոնից ասես սաղիդ կգցեմ ազգային անվտանգության պատվարները։ Չէ որ նախագահ մեր ժողովրդի անվտանգության երաշխավորն է։ Բախի չի անում, որովհետև չի կարող անի։ Ես պարզապես զարմանում եմ, թե սրանք ոնց են ենթարկվում այդ ապիկար երկոտանի Նիկոլին։ Ոնց են ոնց կարելի է նրան ենթարկվել։ Հասկանում եք, Արգելի Արտուր, եթե ինքը ասենք իրավական առումով հիմնավորված տեսակետներ շարադրի, չգիտեմ, մոտեցումներ առաջարկի,
բայց դուք հենց սրա քարոզարշավը նայեք։ Սադրելով քարոզարշավը։ Սադրանք, միայն սադրանք եւ գնում է ինչ անում։ Ոչ մի ծրագիր չի ներկայացնում։ Ոչ մի տեսակետ չի հայտնում։ Ժողովրդին իր ապագայի որևէ ճանապարհ չի հուշում։ Այն եսիմ ինչա սարքել, խփում է այդ անգարագետ պարավների դոշերին, ձեռով սենց անում ու գնում է։ Էս եղավ քարոզարշավ։ Ընդ որում ասել եմ կարող եմ մի բանը մի քանի անգամ ասեմ, բայց բաներ կա, որ կարելի է կրկնել, հարգելի Արթուր։ Տեսեք, քարոզարշավը սկսել է ինքը արդեն համարյա 2 ամիս է։ Ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի համաձայն 19-րդ հոդվածն է։ Ասում է, որ քարոզարշավ կարելի անել նաև քարոզարշավի համար սահմանված ժամանակից դուրս, բայց այդ նույն 19-րդ հոդվածի առաջին մասը ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի ասում է, որ պետք է հավասար պայմաններ ապահովվեն ընտրարշավի մասնակիցների համար։ Մյուս մասնակիցների, այո, բոլորի համար։ Դա պահանջ է, 19-րդ հոդվածն է։ Հիմա հավասար պայմաններ են։ Իրա բոլոր պոտենցիալ հակառակորդները այսօր անազատության մեջ են։ Իսկ ինքը այսօր աշխատանքային օրերին, աշխատանքային ժամին հելնում է քարոզի։ Բա դու ինչի համար ես աշխատավարձ ստանում։ Այ միստր փորձանք, հա։ Դու աշխատավարձ ես ստանում պետական բյուջեի հաշվին, որ քո քարոզարշավն իրականացնես, մինչդեռ մյուսները զրկված են քարոզարշավին մասնակցելու հնարավորությունից։ Այս անգարագետը իրավաբանությունից այդ Նիկոլը չի հասկանում, որ այս փաստը հիմք է հանդիսանալու վաղ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար, որովհետև նախընտրական քարոզարշավը ընթացել է ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի խախտմամբ։ Պարոն Պետրոսյան, այս մարդը քանի ելույթ է ունեցել, մենք տեսել ենք ազգային ժողովում է ելույթ ունեցել, ասուլիսներին եւ այլն, բոլոր ելույթները հանցագործության մասին հաղորդումներ են իրականում։ Բայց նայեք, հիմա ինքը ինչ է անում, հա, մեղադրում է եռագլուխ պատերազմի կուսակցություններ եւ մատնանշում է Ծառուկյանի անունը, Սամվել Կարապետյանի անունը եւ այնտեղ ասում է ինչ որ ՀԿ, հա, բայց ՀԿ-ն չի մասնակցում։ Բայց այնպիսի տպավորություն է, որ ՀԿ-ն մասնակցում է եւ այս մարդը այս երեքին կապել է իրար եւ հա եւ Քոչարյան Ռոբերտի մասին, երկրորդ նախագահի մասին է խոսում։ Ասում է, այ եթե իրենք ընտրվեն, լինելու է պատերազմ։ Այ ես որ չընտրվեմ, ամեն ինչ խաղաղ է եւ անվտանգ է։ Դա շատ պարզ լեզվով հայտարարում է եւ իր ընտրազանգվածը դա որպես ինչ ասեմ, ուտելիք ուտում են եւ մարսում են կարծես։ Եվ իրենց հետաքրքիրել չի այդ բրոշկեն, հա, որ կպցնում են իր դոշին։ Ես հիմա դիմում եմ մեր հարգարժան ազգաբնակչությանը։ Հարգելի ժողովուրդ, ձեր ցավը տանեմ, ես տնավարի ասեմ։ Նիկոլի օրոք խաղաղություն հնարավոր չի։ Թույլ մարդը չի կարող խաղաղություն բերի։ Պատերազմներ վերած կուսակցությունը ղեկավարը միակ ղեկավարն է, վարչապետն է, որի օրոք 4-ը պատերազմ ա եղել։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։ Այ ձեր ցավը տանեմ, խնդրում եմ, մի քիչ սառնասիրտ գտնվեք, օբյեկտիվ գնահատեք իրավիճակը։ Նիկոլ Փաշինը չի կարա ի վիճակի չի խաղաղություն բերելու։ Հասկանում եք, 100 անգամ ասել եմ, էլի պետք է ասեմ։ Խաղաղությունը, հարգելի Արթուր, լինում է լրիվ կամ հարաբերականորեն հավասար սուբյեկտների միջև։ Այսօր ցավոք սրտի մենք Ադրբեջանի հետ հավասար վիճակում չենք։ Հետևաբար չկա տես բան։ Ադրբեջանին ձեռա տալի, որ Նիկոլ Փաշինը նորից վերարտադրվի իր պաշտոնում, որ կատարի իր պահանջները։ Դե Ալինա Սիմոնյան հայտարարեց, որ մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Դա հայտարարության գագաթնակետն է, եթե Նիկոլ Փաշինը, որը ըստ էության հսկում է Ալեն Սիմոնյանի, չնայած սահմանադրությամբ հակառակն է։ Սահմանադրության 88-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ազգային ժողովն է վերահսկողություն իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ։ Բայց Ալեն Սիմոնյանը այնքան անսկզբունքային երկոտանի է, որ ինքը հայտարարում է առանց ամաչելու։ Իրավաբանականն էլ ավարտել է, ցավոք սրտի էլ դաս եմ տվել նրան։ Ասում է, ես ամեն ինչ անելու եմ, ինչ որ ասում է վարչապետը։ Դուք հասկանում եք սրա ստրկամտության ստորաքարշության աստիճանը։ Ո՞ց կարելի է այդպես բան ասել։ Պարոն Պետրոսյան, եթե Նիկոլը չլինի, մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։
Այսինքն մի երկիր, թշնամի երկիր, որը քո երեխեքի գլուխը կերել է 5000 հոգուց ավել, 10000 տղու հաշմանդամա սարքե։ Նա ոնց կարա քո անվտանգության երաշխավորն լինի։ Արա դուք ամոթ ունեք вообще։ Այսինքն հարգելի իրանք պաշտոնը պահելու համար ամեն ստորության պատրաստ են գնալ։ Սա է իրականությունը։ Լավ, պարոն Պետրոսյան, մենք ժողովրդին ինչպես բացատրենք, այս մարդ ասում է, որ ես չլինեմ պատերազմա լինելու, բայց արդեն խաղաղությունը որպես այդպեսին կա մեր երկրում։ Չկա։ Լավ, ասենք, եթե Նիկոլ Փաշինյանը չի լինում երկրի ղեկավար, բայց այդ խաղաղությունը կա եւ եկել է Գևորգ Պետրոսյանը իշխանության։ Անձերի փոփոխմամբ ոնց է լինում պատերազմ կամ խաղաղություն։ Չէ՞ որ դուք արդեն հաստատել եք եւ հայտարարում եք, որ անվտանգ եք եւ խաղաղ։ Ես չեմ հայտարարում, որ անվտանգ եմ եւ խաղաղ։ Չէ, այսօրվա իշխանությունը դա հայտարարում է։ Այսօրվա իշխանությունը իր դիրքերը պահելու համար ես ասել եմ ու կրկնում եմ։ Էլի նորից կրկնվում եմ, բայց դա ճշմարտություն է։ Եղբայր ջան, եթե մի երկիր քո երեխուն գերի է պահում, դու իր հետ ոնց կարաս խաղաղ լինես։ Ամոթ է ուղակի, այտենց սուտ խոսալը։ Ես ասեմ դու իմ եղբայրն ես, իմ հարազատն ես, բայց քո երեխեն իմ մոտ գերի լինի։ Ինչի մասին է խոսք։ Չկա խաղաղություն, հարգելի ժողովուրդ։ Էդի Նիկոլի բռնած քաղաքականությունն է, ինքը ես էլի եմ ասել եթերում, տարբեր եթերներում։ Ինքը այն ժամանակ իշխանության գալուց խաղարկում էր բանը, կոռուպցիայի դեմ պայքարի խաղաքարտը։ Հիմա ամենամեծ կոռուպցիոները իրանք են։ Ոչինչ չանելու դիմաց պետական բյուջեի հաշվին միլիոններ են ստանում աշխատավարձ եւ պարգևավճարներ եւ ըստ էության չեն լուծում Հայաստանի առաջ կանգնած որևէ մարտահրավեր։ Ոչ արտաքին անվտանգության, ոչ սոցիալական ապահովության, ոչ առողջապահության, ոչ իրավական պետության, ոչ ինքնիշխանության, ոչ մի խնդիր չեն լուծում։ Իրանք այսօր պարզապես թալանում են պետական բյուջեն։ Այսօր գիտնականներ կան, մանկավարժներ կան, Արթուր ջան, այսօր կոպեկների աշխատավարձ են ստանում։ Իսկ ոչինչ չանող նախարարները, ասենք օրինակ այն բանը, որ նույնացնում են դդումի հետ, Արայիկ Հարությունյան, դե դդումը օգտակար միրգ է, նա ընդհանրապես օգտակարության գործակից չունի։ Բանուգործը թող է ընկելա եկեղեցու դեմ պայքար է մղում։ Արա դու ինչ գործ ունես, կառավարության աշխատակազմի ղեկավարը ոչ բարով։ Նա ինչ գործ ունի եկեղեցու դեմ հելի պայքարի, չգիտեմ ինչ որ բաներ խոսա։ Հələ մի հատ ես իրան ասում եմ, հենց հիմա ձեր եթերում ասեմ։ Այդ աղա Արայիկ Հարությունյան, մի հատ խնդրում եմ, նայ, ոչ թե հրամայում եմ, խնդրում եմ։ Քո ուզած եթերում մի հատ բանավեճ։ Մի հատ անես խայտարական եմ։ Պարոն Պետրոսյան, նայեք, այս մարդը անընդհատ խոսում է իր ընտրազանգվածի համար ականջահաճո ստեր, հա, որը այդ մարդիկ պետք է վաղը գնան եւ ընտրեն։ Եվ ինչ է ասում է թոշակները բարձրացրել եմ։ Օրինակ, դուք սոցիալ բաժնում աշխատած մարդ, դուք շատ լավ գիտեք ֆինանսական երամսյակը ինչի մասին է։ Երամսյակ դեռ տեղի չունեցած ինքը որոշեց, որ թոշակները պիտի որտեղից այդ գումարները եւ ինչի համար հենց նախընտրական այս փուլում։ Եթե մենք դատախազություն ունենանք իրականում իր դիրքերի վրա գտնվող, ապա դատախազությունը պետք է բարձի դա։ Բայց որտեղից են գալի այդ գումարները։ Հա, որովհետեւ պետական բյուջեն նախատեսված չի եղել։ Այո։ Բայց դե ուրիշ ավելի մեծ փորձանք կա։ Ուրեմն Սահմանադրության 84-րդ հոդվածի համաձայն ասում է, որ յուրաքանչյուր կարիքավոր եւ տարեց մարդ ունի արժանապատիվ կյանքի իրավունք։ Ու հաջորդ մասը այդ հոդվածի 84 հոդվածի ասում է, որ նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվում է օրենքով։ Այսինքն օրենքի համակարգային մեկնաբանության արդյունքում մենք արձանագրում ենք հետեւյալը, որ կենսաթոշակը պետք է լինի առնվազն նվազագույն ամսաթոշակի աշխատավարձի չափով։ Իսկ մենք ունենք 2003 թվականի դեկտեմբերի 17-ի օրենքը, որի համաձայն Հայաստանում ընդ որում իրանց օրոք է այդ լրացումը կատարվել, փոփոխություն ավել ճիշտ 75000 դրամ է։ Հիմա Հայաստանում ցանկացած կենսաթոշակառու, հարգելի կենսաթոշակառուներ, ձեզ գցում են, ձեզ խաբում են։
Պետք է 75000 դրամ առնվազն կենսաթոշակ ստանա։ Բայց մենք այսօր ունենք կենսաթոշակառուներ, հարգելի Արտուր, որ 40000 դրամ են ստանում, 36 սա իրանք բեռ են կուտակում պետական բյուջեի հաշվին կաշառելով կենսաթոշակառուն, որտեղ մենք շուրջ 600,000 կենսաթոշակառու ունենք, սրանք նախընտրական կաշառք է սա։ Սրանք ուզում են կաշառեն, ցույց տան, որ մենք ձեր համար ոչ մի բան չեք անում։ Յուրաքանչյուր կենսաթոշակառու, թող լսեն մեր հարգելի ազգաբնակիչները, 75000 առնվազն պետք է կենսաթոշակ ստանա։ Եթե չի ստանում, ուրեմն սուտ է սահմանադրության առաջին հոդվածը, համաձայն Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է։ Եվ նաև իրենց նախընտրական ծրագրում արդեն եկեղեցու մասին ակնհայտ գրած է, հա, որ հոգևոր առաջնորդին պետքա կարգալույծ անել եւ բարեփոխում անվան տակ նոր հոգևոր դաս ստեղծել։ Պարոն Պետրոսյան, ինքը ինչ իրավունք ունի, հա, վերջիվերջո մենք ասում ենք, որ իրավունք չունի, բայց տեսնում ենք, որ դե գիտեք ինչ, ես դրա համար եմ ասում, սահմանադրական կարգի տապալում հոդվածը, քրեական օրենսգրքի 420 հոդված, ասում է, որ յուրաքանչյուր պետական մարմին, պաշտոնատար անձ իրավասու է իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է սահմանադրությամբ կամ օրենքներով։ Սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ասում է, բանը պետությունը անջատ է կրոնական կազմակերպություններից։ Իրանք ընդհանրապես իրավունք չունեն միջամտել այս հարցերին։ Սա էլ է սահմանադրական կարգի տապալում, կրկնում եմ 15-ից 20 տարի ազատազրկում կամ ցմահ բանտարկություն։ Պարզապես սրանք այնքան ծանրագույն հանցագործություններ են շալակել արդեն, որ հասկանում են, որ օրը իրանք պաշտոնի չեղան, մի ժամ հետո իր ասած KGB-ի պատվալում են ալելու։ Այս է ամբողջ խնդիրը։ Նման իրավունք իշխանությունը չունի միջամտել եկեղեցու գործերին։ Ես անձամբ վեհապարին չեմ ճանաչում, այստեղ անձնական շահագրգռվածության խնդիր չկա, բայց կա օրենք, եւ մենք բոլորս պարտավոր ենք ղեկավարվել օրենքով։ Եվ վերջիվերջո համայն հայության վեհապարն է։ Գիտեք, ասում եմ, անձամբ չեմ ճանաչում, բայց ես նաեւ չեմ կարող ինչ-որ մի փաստ վկայակոչել, որ վեհապարը այնպիսի մի արարքա կատարել, որ ասենք հակացուցված է իր կոչմանը։ Չեմ կարա։ Ինքը իհարկե ասում է դեմ եմ, անձերի դեմ եմ, բայց մենք հասկանում ենք, որ ինստիտուտի դեմ է իրականում։ Իր պայքարը հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ է։ Ինքը անձամբ վեհապարի դեմ բան չունի, խնդիր չունի։ Այո։ Իր խնդիրը այն է, անձերի դեմ է։ այո, իր խնդիրը այն է, որ բան ինքը կործանի հայ առաքելական եկեղեցին, հավանաբար չգիտեմ ում առաջ այդպիսի խոստում է տվել։ Դե մենք տեսնում ենք հիմա Արցախում վանքերն ու եկեղեցիներն է Ալիևը քանդում։ Ես նյութերն եմ էլի նայում, կներեք որ։ Եվ դրան զուգահեռ մարդը որոշել է նաև այստեղ էլ իր ասած թելադրանքով շարժվել։ Այդ մարդը հոգի խանգարումքի մեջ է։ Հիմա իր բառացի արտահայտությունը ցիտում եմ։ Եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քերի կասեի։ Նիկոլ Փաշին։ Ասեք դուք ստե ինչ տրամաբանություն եք։ Եթե իմ մորաքույրը, արա գնա հոգեբուժարան, արա ինչ վարչապետ։ Դու տոշնին դեի կադր ես։ Դու կլես հոգեբուժարանի գլխավոր դիրիժորը։ Բայց չի արդարացվի այդ պարագայում, պարոն Պետրոսյան։ Չէ, պետք է դատական կարգով անգործունակ ճանաչվի, որ արդարացվի։ Հա, որովհետև մենք անընդհատ ասում ենք ինքը գիժա, էսա, այնա, բայց ոնց որ այդ գժի անվան տակ արդարացնենք, հա, որովհետև ինքը մի անգամ ասել է ես գիժ եմ խաղում։ Գիժ է ինքը, բայց դատական կարգով, քանի որ դեռ անգործունակ ճանաչված չի, դրա համար հիմքեր չկան իրան զրկելու իր կարգավիճակից, բայց ինքը որ նամուս ունենա, մի քիչ պատիվ ունենա, հարգանք, ինքնահարգանք, գիտեք ինչ, հարգելի Արտուր, տեսեք մարդը, որ պաշտոն է զբաղացնում, ինքը նաև պետք է մտածի իր ընտանիքի անդամների մասին, հա, ասենք, ես ամեն քայլը անելուց, այն ժամանակ, երբ որ պատգամավոր եմ եղել, նախարար եմ եղել, ասում էի հանգարց այս քայլիս համար երեխեքս չամաչեն, երեխեքս չամաչեն իմ համար, այս մարդը մոռացել է դրա մասին, կարևորը ինքը մնա իր պաշտոնին, երեխեն կամաչի, զուգընկերուհին կամ կողակիցը, կամ այդ ինչ անլուրջ վերաբերմունք է, նորից եմ ասում, ընտանիք
հասկացության նկատմամբ, ավանդական հասկացության նկատմամբ։ Մի շաբաթով իբր թե փսակվել են, բայց ոչ էլ այդպես էլ չհրապարակեցին իրենց ամուսնության վկայականը եւ ամուսնալուծության վկայականը։ Ասենք ես ինչ վերաբերմունք է ընտանիքի Սոկրատեսին հույն փիլիսոփա։ Ես ինքը իմ պաշտամունքն է փիլիսոփայության մեջ։ Երբ որ ասել են, որ ինչ կարծիք ես պետությունը ղեկավարելու մարդու ունակությունների հարցում, ասել է պետությունը պետք է թույլ տալ ղեկավարել մի մարդու, ով որ կարողանում է ընտանիք ղեկավարել։ Դե հիմա պատկերացրեք, դրա համար էլ էս վիճակին ենք։ Պարոն Պետրոսյան, ես նաև կուզենայի հասկանալ, քանի որ ընտրությունները մոտենում են եւ Նիկոլին ընտրող մարդիկ վազելով դե գնալու են բնականաբար ընտրության, հա։ Մեր այն վազելով չէ, սողալով։ Ահա։ Այն 80%-ին մենք ոնց կարող ենք համոզել, որ այդ հիմա դրանով ենք զբաղված։ Պետքա գնալ։ Պետքա գնալ ընտրության։ Ես տեսեք որևէ ուժի քարոզություն չեմ անում։ Ես իհարկե հակված եմ Սամվել Կարապետյանի կողքը եւ ես ընտրելու եմ իրեն։ Որտեղ այնտեղ ուժեր կան, որը Նիկոլի բանային ընդդիմությունն է։ Ինքը ոչ կոռուպցիայի հետ ասոցացվելու խնդիր ունի, ոչ այդ մարդը չունենալով այդպիսի իրավական պարտականություն, բայց դրսից նպաստել է Հայաստանի, օգնել է, հիվանդանոցներ է կառուցել։ Ես դրա համար իրան հարգում եմ, անձամբ չեմ ճանաչում, ով որ կասի հակառակը ամոթ իրան։ Չեմ ճանաչում անձամբ։ Բայց ես գտնում եմ, որ այսօրվա եղած գուցեև լինել ավելի ինչ-որ արժանավոր տեխնացու, ավելի նշանավոր մարդ, բայց այսօրվա եղած տեխնացուների մեջ ես տեսնում եմ Սամվել Կարապետյանին։ Որովհետև ինքը նորից եմ ասում, չունենալով երկրի հանդեպ որևէ իրավական պարտավորություն, բայց այդ մարդը օգնել է երկրին։ Բայց Սամվել Կարապետյանին էլ են վարկաբեկում, պարոն։ Գլուխները պատին են տալիս։ Հիմա հենց բանին, այդ դթուն, որ ասում են, այդ Արայիկ Հարությունյանը, ասում է Գագիկ Ծառուկյանը, ես իդեպ ասեմ Գագիկ Ծառուկյանի հետ հիմա որևէ առնչություն չունեմ։ Այո։ Հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, որ ես ինչ-որ ուզում եմ բան ասեմ, որ իրան դուր գա, ես դրա կարիքը չունեմ։ Հա, բայց Գագիկ Ծառուկյանը սպորտի գործում մեծ ներդրում ունի։ Արա դու ով ես, որ կային ես ասես, որ Օլիմպիական կոմիտեի նախագահ էլ չի կարալ ինքը, քանի որ 70 տարի լրացել է։ Հարգելի Արտուր, Օլիմպիական կոմիտեն հասարակական կազմակերպություն է։ Հասարակական կազմակերպությունների մասին 2016 թվականի դեկտեմբերի 16-ի օրենք ունենք։ Այնտեղ նման արգելք չկա։ Բա որտեղից է վերցել, որ չգիտեմ, իսկ ինքը մոռանում է, որ իր սիրասուն վարչապետը հաստատել է 2018 թվականի մայիսի 25-ի թիվ 564 L որոշմամբ հաստատել է վարչապետի աշխատակազմի կանոնադրությունն ու կառուցվածքը, այդտեղ իրան 13 լիազորություն է տրված։ Հələ մի հատ թող մեկն ու մեկի մեջ ստուգի, ինքը այդպես իրավունք ունի խառնվել Օլիմպիական կոմիտեի գործերին։ Նույնը կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին մենք 2018 թվականի մարտի 23-ի օրենք ունենք։ Մի հատ կետ թող վկայակոչեն, որտեղ գրված է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարը նման իրավասություն ունի։ Սրանք բոլորը զբաղված են ինքնիրավչությամբ։ Էսա։ Այո, իրենք օրվա հրամայականով փորձում են մարդկանց վարկաբեկել, վախեցնել։ Հարգելի Արտուր, Նիկոլը մի ապուշություն դուրս է տալիս, բոլորը լցվում են այդ ապուշությունը Եվ օրակարգ է թելադրում, պարոն Պետրոսյան, ցավոք օրակարգ թելադրում է։ Ես ասել եմ, հարգելիս, եւ կրկնում եմ, մեր երկիրը կործանում է երկու կարևոր պատճառ։ Առաջինը անգարագիտությունը, երկրորդ մորթապաշտությունը։ Ինչին որ տանում են այս մարդիկ հաջողությամբ։ Այսօր ասում եմ, մեկը թող բախտը փորձի հետս գա մի հատ հերոստաբանավեճի, իրանց ուզած եթերում, հա մեկը կլինի, որը կլինի, որը ուզում ալի։ Մի հատ տենամ իմ հարցերին ոնց են պատասխանելու։ Չեն գալիս, վախենում են Նիկոլին, հիմա ասում եմ, Նիկոլ, միստր Փորձանք, հրավիրում եմ հարցազրույցի, վերջին անգամ էլ չեմ ասելու, մեռա ասելով արդեն։ Եթե կարում ես արի, բա դու ես նախկին նախագահներին հեգնում ես, ասում ես վախենում են հետս գան հարցազրույց։ Այ ես եմ մի քեզ ասում, արի իրար հետ քո ուզած
Համ այդ Պետրոսի մոտ բանը Պետրոս ինչ էր գետադարձ։ Պետրոս գետադարձի մոտ արի հարցազրույցի իմ հետ։ Բանավեճի արի տամ կարաս գաս։ Հարցն է թո նախապես Պետրոսը տա իրեն։ Ցավը տանեմ, ինձի ոչ հարցերա պետք ես Ձեզ դուպոյ հարցի թող պատասխան։ պարապի Պետրոսի հետ։ Թող պարապի ինքը տրիներով կանեն։ Բանավեճ ես մտնում մենակ իր հետ հերոստա բանավեճի։ Դու տես իր խայտարակ վիճակ, չի գա, մեռնի չի գա։ Նիկոլ էլ եմ ասում վերջի անգամ, միստր Փորձանք, կարում ես հետս արի հարցազրույցի։ Դու հեգնում ես նախագահներին, նախքին, հիմա դու ես իբր երկրի դե ֆակտո, դե յուրեն չի, դե ֆակտո նախագահ, ես քեզ հրավիրում եմ հարցազրույցի, կամ էլ քո քրչախմբից ինչ որ մեկին, ում որ դու կլիազորես։ Հələ մի հատ տենամով է գալի հետս։ Քո ուզած հերոստա տաղավարում, հա մեկում։ Ես ձեզ Իրանի չեմ տալիս, որովհետև շատ գալու դեպքում ճվճվալու է եւ Ով է որովհետև հիմնավոր բան բան չի ես ասում ճվճվամ։ պարոն Պետրոսյան։ Բա որ ես ճվճվամ։ Դուք օրենքով, Ես համ օրենքով կարամ խոսամ, Այո։ համ էլ ճվճվամ։ Բայց ես ճվճվալու սովորություն չեմ, բայց ես իրան չեմ թողա ճվճվա։ Ինքը այդքան չկա։ Այդն է, ուրեմն լավ էլ գիտի դրա համար էլ վախենա չի Ինքը այդքան չի կարա իմ դեմ նստի ճվճվա։ Ինքը լավ գիտի, որ ես իրան լավ գիտեմ։ Եվ պարոն Պետրոսյան, այս մարդիկ ինչու են վախենում Գյումրի երկուս անդդ կրկնում են, չէ՞, ասում են ընդդիմությունը միավորվելու է։ Ուրեմն կներեք, Դա էլ թույլ չենք հարգելի տալու Արտուր, ասում։ ես գյումրեցիներ ձեր ցավը տանեմ։ Երեք ընեցեն արհամարել, Այդ վարչաբենդին, հա։ հա, քրչախմբի ղեկավարին։ Ես ձեր ցավը տանեմ։ Դե դրա համար, որ ասում են գյումրեցիները թասիբով են, ճիշտ են ասում։ Կոնկրետ կարող է մերժեց, դե մի Գյումրին քանի կոնկրետ հոգի- մերժեց ու չգնաց։ Հա, այո։ հա, ես ձեր ցավը տանեմ, շնորհակալություն ձեզ, հարգելի գյումրեցիներ։ Բայց ինչու էր ընտրել Գյումրին, պարոն Պետրոսյան։ Դե ինքը թափառում է ստեղ այնտեղ։ Թե որ ասում են Գյումրին չի ընտրելու, որոշեց այդպես հավաքել մարդկանց, Ինքը տանել այդ կարող է այդպես թափառախմբին։ կոնտրքայլ էր ուզում անել, որ յանի տեսեք ինչ չեն ընտրել, բայց հիմա կընդունեն ինձ, բայց ըտեր։ Տեսեք, որ մարդ կա եկել է, Այո։ ուրեմն այդ մարդիկ ընտրելու են։ Ես գյումրեցիների ցավը տանեմ։ Հալալա ձեզ, շնորհակալ եմ ես։ Ես ոչ մի անձնական շահագրգռվածություն չունեմ, բայց ձեր ցավը տանեմ, հալալա ձեզ։ Եվ պարոն Պետրոսյան, չգիտեմ այդ հարցը տվել են ձեզ վերջի շրջանում թե ոչ, ինչու որևէ կուսակցության մեջ չեք։ Օրինակ Գևորգ Պետրոսյանի տեղը ԱԺ-ում շատ երևում էր հատկապես այս վերջի տարիներին։ Թե Նիկոլի հետ ընդդիմություն լինելը անշնորհակալ գործ է Գիտեք եւ ինչ, պատվաբեր չի։ անկեղծ ասեմ, հարգելի Արտուր։ Ես ոչ մի կյանքում 53 տարեկան մարդ եմ, ոչ մի անգամ ինքնանպատակ քայլ չեմ կատարել։ Հասկանում եք, ինձ համար ես իմ զբաղվածությունը ունեմ, իմ գործը ունեմ, ինձ համար ինքնանպատակ չի որևէ մեկի հետ համագործակցելը։ Ես պետքա հավատամ այդ մարդու գաղափարի լրջությանը, հավատամ այդ մարդու հայրենասիրությանը եւ նոր իր հետ գնամ ճանապարհ։ Ինձ պետք չի ես ոչ падգամավոր լինեմ, ոչ նախարար եմ, ես այդպես խնդիր չունեմ։ Ես ամեն ինչը եղել եմ, ինչեւ հիմա, այդ իմ ասած կարգավիճակներում։ Այնպես չի որ դա ինձ համար մի հատ ես ինչ բյուրեղա երազանք է, բայց ես պետքա համոզված լինեմ, որ այդ մարդու հետ ճանապարհ գնամ։ Իսկ այդտեղ Արտուր ջան, ամենակարևորը լրջությունն է։ Եթե դու մեկից շփվում ես, տեսնում ես, որ ինքը լրջություն չունի, ես տեխնիկային թատրոնի դերասանի կարգավիճակ ստանձնելու ցանկություն չունեմ։ Իսկ այսօրվա ընտրարշավը, այն որ ասում է, բանը շունը տիրոջ չի ճանաչում, ժողովրդական լեզվով ասեմ, չես հասկանում ինչա կատարվում։ Բայց ես այսօր համենայն դեպս չգիտեմ, հավատում եմ Սամվել Կարապետյանին, ինքը չափականված անցյալ ունեցող մարդ է, ես շատ կուզենամ, որ ինքը ստանձնի պետության փաստացի ղեկավարի կարգավիճակը։ Գոնե այն որ ասում են եկավ գողացավ, եկավ թալանեց եւ այլն։ Չկա իր Սամվել անվանը։ Կարապետյանի պարագայում գոնե Չկա այդ տես բան, իր հետ չենք ոչ էլ մի մտածի կոռուպցիոն նույնիսկ։ գործարք չի Այո։ կապվում իր անվան հետ։ Գոնե դրա խնդիրը այդ մարդը ոչ մի չունի։ հանցավոր բանի հետ չի կապվում, այլ է խնդիրը, որ մի բան հնարեն հետևից բան, բայց դա չի իրականությունը, չէ՞։ Եվ պետքա օբյեկտիվ լինել։ Չգիտեմ, ես այդ մարդուն անձամբ չեմ ճանաչում, անկեղծ եմ ասում, Արտուր ջան։ Նայում ենք իր արարած Բայց- գործերը։ Բայց եւ- ես այդ մարդուն հավատում եմ։
Եվ վերջում պարոն Պետրոսյան, եթե Աստված ոչ անի, ամսի 8-ին արթնանանք, Նիկոլ ասում է, չէ, արթնանանք նոր Հայաստանում, դեռ նոր Հայաստանը մեզ սպասում է։ Եթե ստացեց, որ այս անգամ էլ մոլորեցրեց ժողովրդին եւ ընտրեցին մարդիկ, գնացին եւ ընտրեցին։ Նիկոլը ընտրվեց կրկին։ Մենք որ Հայաստանում ենք արթնանալու, այն որ Արևմտյան Ադրբեջանի մասն է խոսում Ալիևը։ Չէ, մենք արթնանալու ենք Հայաստանի Հանրապետությունում, հարգելի Արտուր, որովհետև Հայաստանը սուրբ հող է։ Հայաստանը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Էդի կարող են Նիկոլ Փաշինի բյուրեղյա երազանքն է եւ նրա տված նախկին խոստումների կատարածելու այդ հույսը, բայց Հայաստանը երբեք չի լինելու։ Հայաստանը սուրբ հող է, Աստծո պահած հող է, լինելու է ինքնավար, ինքնուրույն, մենք էլ այսպես ոնց ուզենք ապրելու ենք օրենքի շրջանակներում։ Դե ինչ ասեմ, Արցախը սրբազան էր, իհարկե սրբազան է, ես չեմ ուզում անցյալով արտահայտվել, որովհետև շատ մեծ հույս ունեմ, որ մենք նորից կարողանալու ենք ունենալ Արցախը։ Հա, բայց ասենք, որ պետությունը փաստացի ղեկավարում է մի մարդ, որը թքած ունի ազգային արժեքների վրա, որը թքած ունի կներեք արտահայտությունս Արցախի վրա, սրա օրոք հնարավոր չի, հարգելի ժողովուրդ, ուզում եք Արցախը փրկենք, Նիկոլը չպետք է ընտրվի։ Էսա միակ լուծումը սա է, ասում էր Արցախը տանք հանգիստ ապրեն։ Հա, բա հանգիստ, հիմա էլ Հայաստանի շրջաններն է տալիս։ Ուսեց գալու է մինչև վերջ։ Մեկ այն ինչ ուզում եմ, ես Հայաստանը լքող չեմ։ Ես մի առիթով ասել եմ, ես գեշ աղջիկներից եմ վախենում, մեկ էլ ինքնաթիռից։ Ես Հայաստանը չեմ կարող լքեմ։ Ես մնալու եմ, ստե ուզում եմ թուրքը գա, ինչ ուզում եմ, իմ տնից հետը կռիվ կանեմ, բայց հասկանում եք, ամոթ է ուղղակի։ Եթե գիտեք ինչ, մարդու բարոյականությունը հարգելի Արտուր, մեծապես պայմանավորված է նրանով, թե ինքը ինչքանով է կարողանում հեռու մնալ իր հետ կապ չունեցող կարգավիճակներից։ Արա Նիկոլ, լսի այդ տղա։ Այ միստր Փորձանք, դու չես իմանում, դու չես հասկացել, որ դու գործ չունես, կապ չունես քո զբաղեցրած կարգավիճակի հետ։ Դու խես քո պաշտոնի համար ես սաղ ժողովրդին տանում կործանման։ Ժողովուրդ, ով որ Նիկոլին ընտրեց, ինքը նպաստում է Հայաստանի կործանմանը։ Ես այտենց եմ գնահատում։ Շնորհակալ եմ պարոն Պետրոսյան։ Հուսով ենք մարդիկ այս անգամ ավելի սթափ կլինեն, ավելի, որ ասում են, հա ձեռքս կոտրվեր, ոտքս կոտրվեր, չգնայի, չընտրեի, չգնայի, չմասնակցեի, բայց հուսանք, որ այս անգամ ժողովուրդը սթափ կդատի։ Ես էլ եմ հույսով լեցուն, մնում է, որ ժողովուրդը ապացուցի իր, այո, ճիշտ որոշում կայացնելու հնարավորությունը, որտեղ էլի եմ ասում, գիտեք, ժամանակի մեծ փիլիսոփաներից մեկը Պլատոնը ասել է, որ երկնքի կապույտ գույնի մեջ համոզվելու համար կարիք չկա ամբողջ աշխարհը շրջել։ Հիմա ժողովրդին էլ ինչա պետք համոզվելու, որ Նիկոլ Փաշինը փորձանք է։ Ես դրա համար իր անունը դրել եմ միստր Փորձանք, որ այս ժողովրդին ինքը տանում է կործանման, մեր ամբողջ պետականությունը, մեր երկիրը, բայց մերը սուրբ երկիր է եւ չի կործանվելու։ Աստված առաջ, շնորհակալ եմ։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։